Բարև ձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Լույս տեսավ Western Armenia շաբաթաթերթի 81-րդ թիվը։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահը խոսեցավ պատմական արդարության եւ ինքնիշխանության մասին։ Իրապես փոքրիկ Արցախը այն բատն էր, որ գբահեր ոչ միայն Հայաստանը, այլ նաեւ այս շրջանի աշխարհը աղետները հերու։ Նարեկ Քալստյան UCLA համալսարանին մեջ ներկայացվեցավ հայոց լքված գույքերուն վերաբերող ծրագիրը հանրության, Տաներակճամի եւ Սայիդ Ջետինօղլուի ամբողջական ելույթները։ Հայրական ժառանգություն, փոխանցում հանուն հիշողության։ Մեր խաչը միայն մենք կգրենք։ Անհետ կորածներու հարազատները Ղարաբարության շենքին առջև։ Գոչ ուղված միջազգային հանրության ներառյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ին հայկական մշակութային ժառանգությունը պաշտպանելու համար։ Western Armenia շաբաթաթերթի 81-րդ թիվը արդեն հասանելի է ընթերցողներուն, ներկայացնելով ազգային, մշակութային եւ քաղաքական հրադադարձերու շուրջ արդի եւ բովանդակալից նյութեր։ Գետրոնական հոդվածը կնվիրե Արևմտյան Հայաստանի ազգային ժողովի 18-րդ նիստին, որ ամբողջականությամբ սեվերած է մայիսյան պատմական իրադարձություններուն եւ ազգային թիմադրության ոգիին։ Նիստի ընթացքին շեշտված են ազգ պետության իրավական հիմքերու քննարկումները եւ պատմական ժառանգության վերածնունդի ուղիները։ Հատուկ ուշադրություն կդարձվի նաև Բաքվեն դեղահանված հայերու հետ հանդիպումին, որ տեղի ունեցած է Երևանյան առաքելության տարածքին մեջ։ Հանդիպումը կվկայե համազգային համերաշխության ոգիի վերաբերումն ու տարածումը բոլոր սահմաններեն անտին։ Թերթին մեջ ներկայացված է Վանա լիճի ջուրերուն մեջ ճայերու եւ դարեխներու միջև գոյադևման հարցերուն մասին բնաբավանական վերլուծությունը։ Շուշիի վերաբերյալ հոդվածը կբացահայտե քաղաքի իսլամացման գործընթացը պատմաքաղաքական խորքով եւ Արևմտյան Հայաստանի դիտանկյունով, ընթերցողին մատուցելով խորքային տեսությունը։ Western Armenia շաբաթաթերթը կհրադարակվի հայերեն, ֆրանսերեն, թուրքերեն եւ անգլերեն, ապահովելու համար հայկական հարցին միջազգային հնչեղություն եւ ընթերցողներու լայն իրազեկում։ Հունիս 15-ին կայացավ Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 3-րդ գումարման 4-րդ նստաշրջանի նիստը։ Նիստը բացավ ազգային ժողովի նախագահ Նելի Հարությունյանը։ Իր ելույթին մեջ Նելի Հարությունյանն ընդգծեց նիստին խորհրդանշական բնույթը, նշելով, որ հբարդությամբ կնախագահե ժողովի մը, որ կգործե պատմական արդարության վերականգնման եւ pedagogical ամրապնդման ուղղությամբ։ Ան նաև իր երախտագիտությունը հայտնեց Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Լիդիա Մարգոսյանին եւ ազգային խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամյանին, նշելով անոնց նվիրվածության կարեւորությունը։ Նելի Հարությունյան գոչ ուղեց նիստին ընթացքին ընդունելու արդյունավետ որոշումներ՝ ի նպաստ Արևմտյան Հայաստանի ներկային եւ ապագային։ Քաղաքագետ, պատմական գիտություններու տեխնազու Նարեկ Քալստյան թիմադետրի իր էջին վրա գրած է։ Ասոնք նկարած եմ Իրանյան Քեմրան քաղաքին մեջ Ղասեմ Սուլեյմանիի ծննդավայրը։ Սպիտակ տաբանակարը իրենն է։ Կհիշեցնեմ, որ ժամանակակից Իրանին ամենախարիզմատիկ զինվորականը սպանվեցավ 2020-ի սկիզբը Իրաքի մեջ։ Անոր սպանուտենեն քանի ամիս անց աշխարհի գլխավոր խաղացողներուն համաձայնությամբ, իսկ շատերու բարակային աջակցությամբ սկսավ Արցախի բռնակրավման սկիզբը, որ իր ողբերգական ավարտին հասավ 2023-ին։ Արդեն ավելի խոր համոզումով կրնամ ասել, որ այս երկու ծրագիրները Սուլեյմանիի սպանությունը եւ Արցախի անկումը կապված էին իրար, թեև գուցե ոչ ուղղակի։ Սա դարաձաշրջանի համաշխարհային ավերներու սկիզբն էր։ Իրապես փոքրիկ Արցախը այն բատն էր, որ կբահեր ոչ միայն Հայաստանը, այլ նաև աշխարհի այս կողմը աղետներ է։ Բադը ինգավ եւ անգե ետ կսկսավ այն, ինչի մեկ մասին այսօր ականատես կդառնանք։ Ցավոք, Իրան չհասկացավ, որ Արաքսեն անտին գտնվող փոքրիկ Արցախը նաև իր անվտանգությունը կբահեր։ Ողջունեց բռնակրավումը, հիմա ին կանգնած է արհավիրքի առջև։ Երևի կարելի է միայն հուսալ, որ պիտի հաղթահարե, որովհետև հագարակ բարակային մեզի համար գրնա գործանարար լալ։ Արցախի գորուստին գլխավոր պատասխանատուն հանցագիծը մեր երկրի հագահայրենասեր համագործակցող մարիոնետ վարչակարգն է։ Հունիս 16-ին UCLA-ի խոստում հայկական ուսումնասիրություններու կենտրոնին մեջ թուրք պատմաբաններ Տաներակճամ եւ Սայիդ Ջետինօղլուն ներկայացուցին նոր նախագիծը, որ կբացահայտե, թե ինչպես թուրքական իշխանությունը գազագերբված կերպով վաճառած եւ յուրացուցած է հայրու ցեղասպանության զոհ դարձածներու լքյալ գույքը։ Ծրագիրը կներառե 1920-30-ական թվականներուն թուրքական թերթերու մեջ հրապարակված հայտարարություններու հավաքածումը, շուրջ 34 քաղաքները, ուր պետական հաստատությունները աջուրդի միջոցով վաճառած են հայրու պատկանած գույքը։ Ուսումնասիրության նպատակն է բացահայտել թալանի մեխանիզմը։ Տաներակճամը ընդգծած է, որ ցեղասպանությունը ուղեկցված է զանգվածային գողբուդով, իսկ Սայիդ Ջետինօղլուն նշած է, որ բազմաթիվ փաստաթուղթերու հասանելիությունը կամ դժվարացուցած է կամ արգելված։ Հետազոտությունը այժմ հասանելի է նաև առցանց թուրքերեն եւ անգլերեն լեզուներով։
Լուսանկարին մեջ Արևմտյան Հայաստան հայրը իր որդիին թուղթ կփոխանցե, թե ինչ փաստաթուղթ է այդ անհայտ կմնա, բայց այս խորհրդանշական բահը մեզ կդանի թեպի խոր պատմական հիշողություն։ Հնարավոր է ընտանեկան սրբություն մնե, գուցե նամակ, հողամասի փաստաթուղթ, մգրտության վկայական կամ սերունդ փոխանցված արժեքմը։ Այս տեսարանը ոչ միայն ընտանեկան վարքյան մնե, այլ նաև հստակ խորհրդանիշ հայ ինքնության շարունակականության, փոխանցման եւ հիշողության պահպանումին։ Ան մեզ կհիշեցնե, որ Արևմտյան Հայաստանի մեջ հայուն ոգին դակավին կապրի դան արմադին հիշողության եւ ժառանգության միջոցով։ Բռնակրաված Արցախի ազգային ժողովի պատգամավոր Մեդաքսե Հակոբյան գրած է. հայրենիքս լրեց, ոչ թե պատերազմեն, այլ իշխանութենեն։ 2023-ի սեպտեմբերի 19-ը բարձ աղետ մջեր, ան դարձավ պետական դավաճանության խորհրդանիշ, երբ ժողովուրդը մնաց առանց հող, առանց ձայն եւ առանց պաշտպան։ Այսօր մեր ցավը կգրտնվի ուրիշ ժողովուրդներու հետ հանդիպումներու ընթացքին, բայց մեր խաչը մենք ենք միայն որ կգրենք։ Հեռահաղորդակցության ընկերության սրահին մեջ վարգյան մգար, ուր խդացած էր մեր ամբողջ կորսյալ պատմությունը։ Միջին դարիքի իրանցի տղամարդը չէր գրնար գա փաստադել իր հարազատներուն հետ։ Շունչը կկտրեր, վախը բացահայտ, իսկ մարդիկ կփորձեին հուսադրել զինք։ Ես լուր էի, ոչ թե անդարբեր, այլ սարած։ Այդ վարգյանին ես կրգին Ստեփանագերդի մեջ էի, գրգին 2023-ի սեպտեմբերի 19 էր։ Արցախը գդրված էր աշխարհեն, գապ չգար, լուր չգար եւ հույս չգար։ Ժամեր շարունակ չէի գիտեր ուր են իմ երեխաները, ողջ են, թե ոչ ոք կհուսադրեր զիս, որովհետև ոչ ոք կրնար։ Այսօր երբ կտեսնեմ այս ժողովուրդներու ցասումն ու վախը, ես կհասկնամ զանոնք, բայց միևնույն ադեն գա խոր դարբերությունը։ Անոնց ցավը պետական դավաճանութենեն չէ, մինչդեռ մեզ մե հայրենիքը խլեցին մեր իսկ իշխանություններուն կամքով։ Այստեղ է դարբերությունը, ոչ թե պատերազմի ներկայությունը, այլ պետության բացակայությունը։ Երբ պետությունը իբրև հաստատություն կվերածվի թիկունքի փոխարեն ճակատի, երբ խաղաղության դիմաց առաջարկվի ինքնասպանություն, երբ մարդը ողջ մնալու համար պետք է հրաժարի իր ինքնութենեն, ադիկը այլևս խաղաղություն չէ, այդ բարդատրված լրություն մնե, լրությունը, որ ամեն օր կխեղտե։ Եվ այդ իրանցի տղամարդը, որ չէր գրնար գա հաստատել, ինձի համար դարձավ հերթական հաստատումը, որ այս աշխարհի մեջ կան պետականություններ, որոնք գուցե անգադար են, բայց չեն դավաճաներ իրենց ժողովրդին։ Իսկ մենք, որ վերաբրած ենք Արցախի 2023-ի սեպտեմբերը, շատ լավ գիտենք, թե ինչ կնշանակե, երբ կապ չկա ոչ միայն հեռախոսի մեջ, այլ նաև պետության եւ վստահության։ Այդ կապը մինչև օրս չէ վերականգնված։ Իսկ իմ առավոտները կբացվին, որովհետև ես պիտի վերադառնամ տուն։ Այնտեղ ես ինձ կսպասեմ։ Անհետ կորած զինվորականներու հարազատները կգտնվին կառավարության շենքին մոտ։ Կպահանջենք, որ Նիկոլ Փաշինյան պատասխան տա, թե ինչու ազատեց ԱԱԾ դնորենը։ Ան միակն էր, որ մեր արչև թուրը կփանար եւ մեր հարցերուն կպատասխաներ։ Ափազյան իրապես կկործեր, լրագրողներուն հետ զրույցի ընթացքին ըսավ ցուցարարներեն մեկը։ Նեդերլանդական օրակիրը եւ հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության մարդու իրավունքի պաշտպանի գրասենյակը պաշտոնական նամակ մհղած են ՅՈՒՆԵՍԿՕ-ին եւ միջազգային գազམ་ագերբություններուն բողոքելով Ադրբեջանի կողմէ հայկական մշակույթի համագարկված յուրացման եւ ոչնչացման դեմ։ Նամակին մեջ ներկայացված են փաստեր հետեւյալ ոլորտներեն. խոհանոց, հայկական ուտեստները կներկայացվին իբրև ադրբեջանական, երաժշտություն, դուդուկը փորձ կկատարվի վերագրել ադրբեջանական մշակույթին, ջարդարաբեդություն, Նախիջևանի մեջ խաչքարերու զանգվածային ոչնչացումը, պատմություն, հայկական մշակույթը դիտմամբ կներկայացվի որպես նախաադրբեջանական։ Նամակակիրները կառաջարկեն, որ միջազգային գազམ་ագերբությունները կորձի տնեն պաշտպանական մեխանիզմներ Ադրբեջանի կողմէ հայկական մշակութային ժառանգության համագարկված յուրացման մասին։ Վերջին տասնամյակներուն ընթացքին Ադրբեջանը կվարե մշակութային ինքնության վերացեման նպատակավոր եւ հստակ քաղաքականությունը, որոնց հիմնական ուղղություններ են մեկն է դրացի ժողովուրդներու, հատկապես հայերու ժառանգության յուրացման փորձերը։ Այս ընթացքը տարբեր դրսևորումներ ունեցած է սկսած խոհարարական ավանդույթներու եւ երաժշտական նվագարաններու հապշտակութենեն, մինչև ջարդարաբեդական հուշարձաններու ծագումը խեղաթյուրելու կամ չնչելու փորձերը։ Խոհարարական մշակույթը ժողովուրդներու ինքնության նուրբ երևույթը ըլլալով առաջինը դարձած է նման գրավման դաշտ։ Հայկական դոլման հիշադակված արդեն միջնադարյան քրագանության մեջ կներկայացվի իբրև ադրբեջանական ուտեստ հագարակ ագաթեմական դասնյակ աղբյուրներու, որոնք զայն կտասեն հայկական խոհանոցին հիմնական ուտեստներուն շարքին։
Նույնը կվերապերի խաշին, որուն ծիսական ու ընկերային իմաստը հնակույն ժամանակներեն իվեր կապված է հայ ժողովրդին։ Իսկ լավաշի բարակային ադրբեջանական բնդումները բացարձակապես պատմական հիմք չունին եւ կհագասեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի գոմե 2014-ին արձանագրված փաստին, երբ անջանցվեցավ իբրև Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգություն։ Դուդուկը հայ ժողովրդական երաժշտության խորհրդանիշը, որ հազարավոր դարիներ հնչած է հայկական պարսավանդակին վրա, ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկին մեջ իբրև բացառապես հայկական նվագարան։ Բայց Ադրբեջանը կրկնապես կփորձե զայն ներկայացնել իբրև կովկասյան կամ սեփական ժառանգության մաս, անդեսելով թե պատմական վկայությունները եւ թե միջազգային հաստատություններ ու փաստաթուղթերը։ Այս ժառանգության գրավումը ավելի գոշտ կերպով կարտահայտվի ճարտարապետության բարակային։ Դարեր շարունակ հայկական վանքերն ու եկեղեցիները, ինչպես նաև խաչքարերը եղած են շրջանի քաղաքակրթական թիմակիցին մեկ մասը։ Նախիջևանի ճյուղայի մեջ 2005-2006 թվականներուն ոչնչացված հարյուրավոր խաչքարերը արձանագրված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկուցումներուն մեջ։ Այդ խաչքարերը ոչ թե վերակրավեցան, այլ իսպար չնչվեցան, փորձելով վերացնել հայկական ներկայության հետքերը։ Արցախի մեջ թաթիվանքեն մինչև կանաչ ժամ հայկական եկեղեցիները կներկայացվին իբրև ալբանական ժառանգություն, չնայած ճարտարապետական ցևերուն եւ արձանագրություններուն, որոնք անոնց հայկական ցակումը կապացուցեն։ Այս ամենուն մեջ կարևոր է անդրադառնալ նաև Ադրբեջանի իբրև պետություն քոյացման պատմության։ Մինչև 1918 թվականը Կովկասի մեջ Ադրբեջան անունով որևէ պետություն գոյություն չուներ։ Այդ տարածքներուն մեջ գտնված էին տարբեր խանութներ, Քանցակի, Բաքվի, Ղարաբաղի եւ այլն, որոնք ենթակա եղած էին Բարսկաստանի եւ աբարուսական կայսրության։ Հայաստանի մշակույթը այդ տարածքներուն մեջ դարերով զարգացած էր, դեռ նախքան նորաստեղծ Ադրբեջանի գազմին մեջ ներառվելը։ Այս մշակութային քաղաքականությունը չի սահմանափակվիր միայն ժառանգության սեփականաշնորհումով, այն գուղեկցվի նաև պատմական գեղձումներով, հնագիտական շինծու տեղեկություններով եւ միջազգային հարթակներու վրա իրականության խեղաթյուրմամբ։ Հայկական մշակույթը դարերեն եկող քաղաքակրթական ժառանգություն մնե, հաստատված գրավոր եւ նյութական բազմաթիվ աղբյուրներով։ Միջազգային հաստատություններու արձանագրությունները եւ հեղինակավոր գիտական հետազոտությունները կհաստատեն հայկական մշակույթի շարունակականությունը եւ կուրանան Ադրբեջանի կողմէ տարածված այդ ժառանգության անօրինական գրավման փորձերը։ Ուստի Ադրբեջանի այս քայլերը պետք է դիտվին ոչ միայն իբրև պատմության խեղաթյուրում, այլ նաև իբրև մշակութային իրավունքներու եւ ժառանգության դեմ համագարկված ոտնձգություն, որ պետք է արձանագրվի եւ միջազգային մակարդակով դադարեցվի։ Սույն հոդվածը պիտի ուղարկվի պաշտոնական ցևով ՅՈՒՆԵՍԿՕ, ICOMOS, Եվրոպական խորհուրդ եւ ՄԱԿ-ի մշակութային իրավունքներու հատուկ զեկուցողին։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան էինք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։